Հավատում եք, որ Սերժ Սարգսյանը ոչ մի պարագայում անգամ եթե իրեն մահապատժի ենթարկեն չի փախչի Հայաստան։ Ես ոչ ոքի չեմ հավատում, ոչ ոքի։ Ես եկել արդեն վարի է հետո։ Իհարկե չի փախչի։ Ինչու է այդպես։ Որովհետև տվյալ մարդուն, ասենց ասեմ, ճանաչելով հաստատ համոզված եմ, որ չի փախչի։ 100% համոզված եմ։ Դա իր գործն է, Սերժի իր գործն է։ Ինքն է ասել, որ ոչ մի պարագայում չի։ Գիտեմ, ես լսել եմ, բայց կարամ հավատամ, նայած ինչ դրություն կլինի երկրում։ Եթե լավ դրություն լինի, իհարկե կմնա, եթե չէ կփախնի։ Նայած ոնց որ մենք ենք, էլի մենք ոնց ենք։ Բայց ինքն ասում է ոչ մի պարագայում չի փախչի, եթե նույնիսկ իրեն մահապատժի ենթարկեն։ Գիտես, ոնց ոչ մեկ էլ 100% տանոց ոչ մի բան չի կարա ասի։ Ես ին վերով եմ ասում, ուրիշի վերով չէ։ Ես ոնց կարամ ասեմ, վաղը այս բանը կլինի, այն բանը կլինի։ Կարող անեց մոմենտ լինի, որ ասեմ թողում եմ գնամ։ Նայած։ Չեմ կարա ասեմ։ Չեմ կարա ասեմ։ Ես օդար եմ, չեմ գիրել, գաղապար չունեմ գներեք։ Ես ոչի։ Իհարկե հավատում եմ, չի փախչի։ Ինչու եք այդպես։ Ինքը շատ հայրենասեր մարդ է։ Հավատում եմ, ինքը խիզախ ղեկավար է եղել թեկուզ բոլոր թերություններին։ Պետք է օբյեկտիվ նայել, մեկին չբարձրացնել, մյուսին գցել։ Եթե օգնեց, բոլորս սխալներ ունենք, բոլորս մահկանացու ենք, բայց մեկի գլխին ջարդելը սխալ է։ Ես ժամանակ չունեմ գող։ Կարող է փախչի։ Հետո է։ Հայաստանի երրորդ նախագահ Ես չիմանամ կփախնի, չի Ինքը փախնի։ ասել է, որ ոչ մի պարագայում չի փախչի, դուք հավատում եք դրան։ Ես ընդհանրապես իմ վերնաշապիկին չեմ հավատում։ Չի հետարքում նման Բայց թեմաները հավատում եք իրեն, ինքն է ասել։ Չի հետարքում ընդհանրապես։ Ես չգիտեմ։ Ինքն է ասել, հավատում եք։ Չէ։ Ինչու՞։ Չեմ հավատում, որովհետև